Պարոն Մկրտչյան, մարտի 1-ի զոհերի ողբերգության հերթական տարելիցն է։ Նախ եւ առաջ մենք ձեր գնահատմամբ արդեն չպետք է ունենայինք այսպես բացահայտում ամբողջությամբ այս գործի, որովհետեւ 18 թվականին այդպիսի խոստումներ էին հնչել, բայց մենք վերջին շրջանում կարծեք թե մի փոքր տեղաշարժ կա Հովհաննես Թամանյանին են ձերբակալում, Ռոբերտ Մելքոնյան, Վալերի Օսիպյան, նոր գործեր են կարծեք թե նոր մարդկանց են ներգրավում, ինչպես եք գնահատում այս գործընթացը եւ արդյոք 8 տարի անց ակնկալում եք, որ կբացահայտվի այս գործը։ Անկեղծ ասած ընթացքը խայտառակ եմ բնորոշում, որովհետև 2018 թվականին, ինչպես ձեր հարցի մեջ դուք նշեցիք, այո, մենք լսել ենք խոստումներ, ընդհուպ եղել է նաև պնդում վարչապետ Փաշինյանի կողմից իր 100-օրյա հանրահավաքի ընթացքում, որ մարտի 1-ի գործը բացահայտված է հենց այս հանգավորումներով Փաշինյանը մեզ ներկայացնում էր, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, մեղավորները կպատժվեն, ընդհուպ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց այս գործով։ Ցավոք սրտի տեղաշարժ չունենք, այն փոքրիկ տեղաշարժը, որ մենք տեսնում ենք մարտի 1-ի գործով, դա անձամբ ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ 100 հազարավոր քաղաքացիներիս չի բավարարում։ Մարտի 1-ի ոճրագործները պետք է պատժվեն, դա վաղեմության ժամկետ ունենալ ուղղակի չի կարող, թող որևէ մեկը չմտածի, որ վաղեմության ժամկետով կարող է այս գործից խուսափել, ի վերջո արդարություն եւ արդարադատություն հաստատվելու է։ Ես կարծում եմ, որ հատկապես 2026 թվականին հենց այս տեղում կանգնած, երբ որ մենք այս հարցը քննարկում ենք, Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի այնպիսի մի ուժ, որը իր ուսերի վրա կվերցնի մարտի 1-ի գործի բացահայտման պատրաստակամությունը եւ առաջ կտանի դա։ Ցավոք սրտի օրվա իշխանությունները տարիներ շարունակ արդեն 8 տարի շարունակ մեզ համոզում են, որ գործը քննության փուլում է, գործում փոփոխություններ կան, Հովհաննես Թամանյանին են հիմա ընդգրկում, ոմանք հետախուզման մեջ են եւ Վլադիմիր Պուտինի ոտքերի տակ իրենց ապահով հանգրվանն են գտել։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունում մարտի 1-ի գործը բացահայտվելու է, դա վաղեմության ժամկետ չունի, սա հատուկ հենց այսօր եմ նշում, հենց այստեղից եմ նշում, որ որոշ շրջանակներ իրենց մեծ ականջներին օղանեն ու կախեն։ Լավ, ձեր գնահատմամբ ինչն է խանգարել այս գործի բացահայտմանը, ամբողջությամբ բացահայտմանը, որովհետև այնպես չէ, որ այս իշխանությունը չի խոսել դրա բացահայտման անհրաժեշտության մասին, նաև հիմա է խոսում, կարևորում այս գործի բացահայտումը, ընդհանուր մինչև հնչել է, որ այս գործը բացահայտված է։ Ես կարծում եմ, որ թե արտաքին հետք կա այս գործում, թե նաև ապացույցների սղության պատճառով գործը չի բացահայտվում։ Ակնհայտ է, որ Քոչարյանա-Սերժական տանդեմը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի գործում եղած ապացուցողական նյութերը կորեին եւ անհետանային։ Ես այս թեզին հավատում եմ, որ Քոչարյանա-Սերժական տանդեմը ամեն ինչ արել է այդ ուղղությամբ, բայց դա որևէ դեպքում եւ որևէ պարագայում չի արդարացվում օրվա իշխանությունների եւ իրավապահ համակարգի հանցավոր անգործությունը։ Սա ոճրագործություն է մի ողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ու սա պետքա բացահայտվի։ Թե արտաքին քաղաքական հետք եմ այստեղ տեսնում, թե նաեւ ապացուցողական բազայի ոչնչացման այսպես միտումներ եւ գործողություններ նախկինում իրականացված։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսներին գրեթե միշտ հնչում է այս հարցը մարտի 1-ի հետ կապված եւ հիմա ընդհանրապես նախորդ իշխանության ներկայացուցիչները նաեւ հավակնում են այս ընտրություններին մասնակցել, հավակնում են գալ իշխանության, գոնե ցանկություն ունեն այդպիսի։ Մարտի 1-ի հետ կապված հատկապես նրա պատասխանատվության հարցներ քննարկվում, գիտեք, որ նաև հնչում է, որ հենց նա այս իշխանության օրոք արդարացվեց այս գործով։ Պարոն Մկրտչյան, ինչ է կարծում նրան որքանով պատասխանատվության կենթարկեն այսքանից հետո։ Ես գիտեմ, որքանով նրան պատասխանատվության կենթարկի Նիկոլ Փաշինյանը, բայց վստահաբար կարող եմ ասել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու են մարդիկ, ովքեր պատասխանատվության ենթարկելու են Քոչարյանա-Սերժական տանդեմին, որևէ պարագայում ես այստեղ չեմ ուզում առանձնացնել Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանից, որովհետև այդ տանդեմը մարդկանց դիակների վրա քայլելով Սերժ Սարգսյանի համար սահուն իշխանության հասնելու ճանապարհ էր հարթում։
եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյան տանդեմը, այս երկուսը պատասխանատու են մարտի 1-ի համար։ Այլ պատասխանատու ես չեմ տեսնում։ Կներեք, թիվ 1 շահառուն Սերժ Սարգսյանն էր։ Չենք միջամտում դատական գործերին, պարոն Կրչյան։ Ասում եմ մենք դա մի մարմին է, որ անկախ է գործում եւ այլն եւ այլն։ Միշտեռ նշվում է, որ այսօր դատաիրավական համակարգը մի համակարգ է, որտեղ բոլորը ունեն ուրեմն ազդեցություն։ Փաշինյանական լեզվով պատասխանեմ, քուանշ, չեմ հավատում։ Չեմ հավատում, որովհետև Հայաստանի Հանրապետության դատական համակարգում եւս վիրահատական միջամտություններ այդպես էլ չիրականացվեցին։ Դատական համակարգը ժառանգություն է Ռոբերտ Քոչարյանի կողմից թողնված Սերժ Սարգսյանին, որը սահուն կերպով փոխանցվել է նաեւ օրվա իշխանություններին։ Եթե դատական համակարգի իրավամբ լիներ անկախ եւ իրավամբ Հայաստանի Հանրապետությունում արդարություն ու արդարադատություն հաստատելու միտում ունենար, վստահաբար մարտի 1-ի գործը վաղուց պետք է բացահայտված լիներ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն տային սողոսկելու եւ դուրս գալու մարտի 1-ի պատասխանատվության գոտուց, Սերժ Սարգսյանին հնարավորություն տային դատարանի առաջ բենեֆիսներով հանդես գալու, ես անկեղծ ասած այդ տեսակետը չեմ կիսում։ Որքան էլ որ օրվա իշխանությունների արտաքին քաղաքականությունը եւ արտաքին հարաբերություններում գրանցած հաջողությունները կիսում եւ առանձին դեպքերում նաեւ սատարում եմ, սակայն Հայաստանի Հանրապետության ներսում իրավունքի գերակայություն, արդարություն եւ արդարադատություն հաստատելու հարցում օրվա իշխանություններին թիվ 1 պատասխանատու եմ համարում եւ այդ ձախողման հիմնական պատասխանատուն օրվա իշխանություններն են։ Ինչ ուզում են թող իրենք ասեն, մարտի 1-ի գործի բացահայտման պատասխանատվությունը օրվա իշխանությունների վրա է դրված եղել։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի, ով մարտի 1-ի գործով առանցքային առնվազն վկա է եղել եւ մարտի 1-ի գործում ինքը ունեցել է իր ներգրավվածությունը, այստեղ այս հրապարակի շրջակայքում ինքը հավաքները գլխավորել է, անցկացրել է, իր աչքի առաջ քաղաքացիները գնդակահարվել են, սպանվել են, իր համար պետք է նաև սա սկզբունքային հարց լիներ բացահայտել մարտի 1-ի գործը։ Եվ ինքն էլ ի վերջո ինքն է արել հայտարարություն, ես չեմ որ արել եմ, մեր մյուս հայրենակիցները չեն որ արել են, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Հիմա թող վարչապետ Փաշինյանը մեզ ասի այդ գործը ինչպես է բացահայտվել, ուր է այդ բացահայտված գործի արդյունքները, ուր են կալանավորված անձինք, ինչու պատասխանատվության չեն ենթարկում թիվ 1 պատասխանատուները, թիվ 1 շահառուն ինչի է դատարանի առաջ առավոտից երեկո բենեֆիսներով հանդես գալիս, դեռ մի բան էլ մտածում ընտրություններին մասնակցի թե չմասնակցի, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական է թե ժողովրդավարական չէ։